Երևանում խորթմայրը ձերբակալվել է մեկամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով, փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է։ Հայաստանում նոր սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել ՔՊ վարչության առաջիկա նիստում։ Ռոբերտ Քոչարյանը առաջիկա ընտրություններին կրկին կգլխավորի Հայաստան դաշինքը, Դաշնակցություն և Առաջ կուսակցությունները հուշագիր են կնքել։ Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների անվտանգ տարհանմանը աջակցելու համար։ Բրիտանական The Sun պարբերականը պնդում է Իրանի գերագույն առաջնորդը միացված է արհեստական շնչառության սարքին և չի կարողանում ինքնուրույն շնչել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է վարչություններից ու վարչական շրջաններից հիմնական բողոքների մասին զեկույց ներկայացնել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. հետաքրքիր կլինի տեսնել, թե որ երկիրը չի օգնի մեզ բաց պահել Հորմուզի նեղուցը։ Լոնդոնը չի ներգրավվի Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմին, հայտարարել է վարչապետ Սթարմերը։